Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակներ պարոն Կոնջարյան եւ պարոն Ալեքսանյան, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ։ Վերջին միջադեպի հետ կապված, գիտեք, ինձ թվում է, պարոն Կարապետյան, որ Էդգար Ղազարյանը ձեր ֆրակցիայի գաղտնի զենքն է։ Դուք sense գալիս եք, sense բարեկիրթ դեմքերով, տեղ-տեղ, ինչ որ թեմաներից եք խոսում, կառուցողական եք փորձում երևալ եւ ահա հայտնվում է ձեր գաղտնի զենքը, գաղտնի պլանի մի մասը, ամենայն հավանականությամբ կամ ավելի ճշգրիտ ձեր ֆրակցիայի մարտագլխիկը, ով խայտարակ անդաստիրակ եւ լկտի է իրան պահում, ոչ միայն ասա ազգային ժողովի դահլիճում, այլ առհասարակ։ Բայց ձեր մարտագլխիկը ուզում եմ ձեզ ասեմ, որ ձեր քաղաքական առաջնորդների կառավարման տարիների պես հնացած են եւ պետքա դուրս գրվեն կիրառումից։ Կիրառման ժամկետը վաղուց ավարտված է ձեր մարտագլխիկի, եթե երբևէ ինքը կիրառման որևէ ուրեմն ժամկետ ունեցել է։ Եվ գիտեք ինչ կախի է ինքը իրան տենց պահում առհասարակ, որովհետեւ դուք ձեր ցուցակ եք վերցրել հայ զինվորի մահը ցանկացող մարդուն, որևէ կերպ չեք դատապարտել նրա հայտարարությունը, հələ մի բան էլ ձեր խոսքով նրան տվել եք չափավոր ազատություն, դուք ֆրակցիայի անունից ներողություն չեք խնդրել, բայց դրա համար էլ նա իրան պետք է այդպես պահի։ Եվ քանի որ դուք դեռ ներողություն չեք խնդրել հայ զինվորի մահը ցանկացող ձեր падգամավորի համար, մենք մտածում ենք եւ մտածելու ենք, որ դուք միտումնավոր դա չեք անում, որպեսզի ուրեմն քողարկեք ձեր գաղտնի պլանը, ինչի համար որ հայտնվել եք ուրեմն ազգային ժողովում։ Եվ անցնելով թեմային, ես ողջունում եմ բնականաբար պարոն Խանդոյանի թեկնածությունը, կարծում եմ, որ լավագույնս պարոն Խանդոյանը կիրականացնի հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները եւ այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացրել թե պարոն Խանդոյանը, թե արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, թե արտաքին գործերի նախարարությունը, թե արտաքին բլոկի մեր բոլոր գործընկերները եւ այստեղ մի արտահայտություն հնչեց վերջին ելույթում, ասում է պետությունը ոչ մի իշխանության սեփականությունը չի։ Մեր քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի իշխանության սեփականությունն է։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի սեփականությունն է, այն սեփականությունը, որի տարածքային ամբողջականությունը դուք ուժեղ Հայաստան խմբակցության ներկայացուցիչներ, Հայաստան խմբակցության ներկայացուցիչները չեն ճանաչում։ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ եղել է թակարդի մեջ, եղել է մշուշի մեջ։ Մենք անցել ենք այդ թակարդի միջով, մենք ինքներս անցել ենք այդ մշուշի միջով եւ հասել ենք մի կետ, երբ որ հայկական դիվանագիտությունը, ինչպես 100-ամյակներ առաջ, 100-ամյակ առաջ այլ երկրների ընդունարաններից, ընդունարանի դռնից առաջ չէր գնում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձել է միջազգային քաղաքականության կենտրոն։ Այստեղ միջազգային նշանակության իրադարձություններ են տեղի ունենում, պատմական իրադարձություններ են տեղի ունենում, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է, որը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի սեփականությունն է։ Եվ սրան մենք հասել ենք մեր արտաքին քաղաքականության շնորհիվ, համբերատար լինելու, լռելու, բղավելու, կռվելու շնորհիվ ենք հասել մենք սրան։ Պարոն Կարապետյան, իսկ դուք չեք ճանաչում այդ հանրապետության սուվերեն տարածքը։ Մենք մեր արտաքին քաղաքականության շնորհիվ հաղթահարել ենք Հայաստանի Հանրապետության գոյատևման խնդիրը։ Մենք գոյաբանական հարցերի առաջ ենք կանգնած եղել։ Այսօր այս խորհրդարանը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության հարատևումը, որովհետև եթե ժամանակին քաղաքացին մանդատ էր տալիս, հեղափոխական մանդատ էր տալիս, հետո հետ պատերազմյան իրավիճակով պայմանավորված մանդատ էր տալիս, հետո քաղաքական ճգնաժամով պայմանավորված մանդատ էր տալիս, այսօր Հայաստանի քաղաքացին մեզ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը տվել է խաղաղության մանդատ։ Եվ մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացիների մեզ տրված խաղաղության մանդատին։ Տեր ենք կանգնելու մենք այդ մանդատին, ինչպես քաղաքացին տեր է կանգնել
խաղաղությանը եւ մեր հարատևման գլխավոր նախադրյալներից մեկը բնականաբար թրիփն է եւ խաղաղության համաձայնագիրը։ Այն թրիփը, որը դուք անվանում եք Միջանցք։ Դուք, պարոն Կարապետյան, երեք հայտարարում եք, որ երեք էր թե առաջ օր էլ կարևոր չի, ասում եք դե Միջանցք չի, դա ճանապարհ է, ես ողջունում եմ։ Ողջունում եմ այդ հայտարարությունը, բայց առնվազն այս տարվա սկզբին դուք թրիփը անվանում եք Միջանցք։ Ոչ մի բան չի փոխվել։ Հունվար ամսին ձեր մարտագլխիկ գործընկերը հայտարարել է ասուլիսում, որ Միջանցք եք, որ թրիփը Միջանցք է։ Սա անհերքելի փաստ է, ուրեմն համացանց կա, ես ասացի, որ տեղեկացրեցի, որ Հայաստանում համացանցից ազատորեն կարող եք օգտվել, VPN-ը անջատված չի, ամեն տեղ կարաք մտնեք, գտնեք այդ տեսանյութերը։ Եվ շատ թեմաներ այստեղ քննարկվեցին եւ էլի քարտեզների մասին խոսվեցին, սահմանների մասին խոսվեցին, ելակետերի մասին խոսվեցին։ Որն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ առավել եւս ազգային ժողովի падգամավորի գործունեության ելակետը։ Իր պետությունը, իր սուվերեն տարածքներով։ Եվ ես դες ոչ աշխարհագրական հարցեր եմ տալիս, որ ասում եմ, ասեք, քանի քառակուսի կիլոմետր է, ոչ փորձում եմ ինչ-որ պերֆորմանսներ անել եւ այդպես շարունակ, երբ որ ձեզ մեր պետության քարտեզն եմ նվիրում։ Ես ուզում եմ տեսնեմ դուք այդ ինչու չեք ընդունում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Կարող է Հայաստան դաշինքի պես պատկերացնում եք Հայաստանը միութենական պետության կազմում եւ այդտեղ ուրեմն ճշգրիտ թվերի հետ կարող է խնդրեմ ունենաք։ Կարող է դուք այլ նկրտումներ ունեք եւ էլի այդ թվերի հետ կարող է խնդրեմ ունենաք։ Դուք ինչ խնդրեմ ունեք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների հետ, ես ուզում եմ հասկանամ։ Որն է այդ խնդրեմը, կարող է ասածս պատճառներով։ Եվ այստեղ երեք Վարդևանյանը ասում է. «Մի կռվեք Արարատի հետ»։ Արարատի հետ ոչ մեկ չի կռվում։ Արարատը մեր, ինչպես պարոն Վարդևանյանն էր իր ելույթում ասում, մեր բիբլիական սարն է, մեր խորհրդանիշն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց Արարատը իր գեղեցկությամբ, այն տեսարանով, որը հնարավոր է, այն Արարատը, որը մենք տեսնում ենք 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքից, եւ եթե մենք չընդունենք մեր սուվերեն տարածքը, ինչ որ մի օր կարող է մենք հայտնվենք Արարատի հակառակ կողմում, որտեղ Արարատը ընդհանրապես գեղեցիկ չի։ Մենք ասում ենք, որ պետք է ապահովենք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, որպեսզի ունենանք մեր բիբլիական սարին նայելու մեր հավիտենական հնարավորությունը, որպեսզի ունենանք մեր սուվերեն տարածքը աթոռը դրա վրա դնելու եւ նկարելու Արարատը։ Սրա մասին ենք մենք խոսում։ Իսկ դուք խոսում եք մի իրավիճակի մասին, երբ որ մենք կարող է կորցնենք Արարատը տեսնելու մեր հնարավորությունը։ Այստեղ է մեր ու ձեր տարբերությունը։ Մենք ամեն բան արել ենք, որ չկորցնենք մեր խորհրդանիշները, որ վերաիմաստավորենք մեր խորհրդանիշները, որ սիրել տանք մեր քաղաքացուն, մեր խորհրդանիշները եւ մեր պետությունը։ Իսկ դուք ասում եք գնացեք սիրեք ուրիշը, գնացեք սիրեք հերուն, գնացեք սիրեք անհնարինը, գնացեք սիրեք չգիտեմ ինչը։ Դուք դա եք ասում մեր քաղաքացիներին այսօր, երբ որ չեք ասում, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր է եւ մենք տեր ենք այդ 29743 կիլոմետրին։ Ասում եք մենք ունենք տարաձայնություններ բանի հարցում, ուրեմն քարտեզի եւ եկեղեցու հարցում։ Հա, ունենք այստեղ տարաձայնություններ, որտեղ մենք ուրեմն եկեղեցու կողքին ենք եւ չենք ընդունում կուսակրոնության ուխտը խախտած, ուրեմն եկեղեցականներին դուք ընդունում եք։ Էսա մեր տարբերությունը, մենք ընդունում ենք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, դուք չեք ընդունում։ Էսա մեր տարբերությունը եւ սա անկյունակարային տարբերություն է։ Էլի եկել հին թեմաներից եք խոսում, ցեղասպանություն, ուրացում եւ այլն եւ այդպես շարունակ։ Գործընկերս Եղոյանը հարցնում ասում է, բա ինչքան գումար է ծախսվել ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա։ Ես հակառակը կասեմ, բա ինչքան փող եք աշխատել ցեղասպանության ճանաչման գործընթացի ժամանակ, մոնետիզացնելով ցեղասպանության ճանաչման գործընթացը, նույն ձև մոնետիզացնելով Արարատը։ Էս է եղել, ուրեմն ձեր քաղաքական առաջնորդների գործունեության արդյունքը, ում հետագիծը դուք այստեղ շարունակում եք։ Էսա։ Եվ դուք խաբել եք ձեր ընտրողներին։ Դուք խաբել եք ձեր ընտրողներին, դուք ձեր ընտրողներին չեք ասել, որ դուք ընդունում եք, որ ուրեմն քաղաքացի Ներսիսյանը զավակ ունի, դուք ուրեմն
չեք ասել, որ դուք թրիփը համարում եք ճանապարհ, դուք չեք ասել, որ ստում եք 300,000 ադրբեջանցիների թեմայով եւ այլն եւ էլ չեմ խորանում ուրիշ թեմաների մեջ։ Դուք խափել եք ձեր ընտրողներին։ Եվ այդ խափեության արդյունքում էլ հələ մի հատ էլ այդ մարտագլխիկին բերել եք ազգային ժողով, պարոն Խանդանյան։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Քրիստինե Վարդանյան, նախապատրաստվի Լևոն Քոչարյան։